Պարոն Արշակյան, օրերս պարոն Բագրատյանը միավորման կոչ արեց, ինչպես է արձագանքում այդ կոչին։ Խոսքը ուղղված էր հիմնականում ազատականների։ Հնարավոր է դա կկայանա, թե չի կայանա։ Կկայանա այն չափով, որ կան գաղափարակից ծրագրերը ծրագրերով մոտ եւ ինչ-որ նույն շահերը հետապնդող կազմակերպություններ կարող են միավորվել, ընդհանրապես հնարավոր է որ միավորվեին, բայց դա ավելի ճիշտ կլիներ, որ հասցեագրված լիներ, կոնկրետ լիներ, այսինքն հայտնի են բոլոր քաղաքական ուժերը եւ հայտնի են նրանք իրենց ծրագրերով, իրենց շահերով, իրենց կենսագրությամբ։ Պարոն Բագրատյանն ասաց, որ անցյալի բոլոր վիրավորանքներ խռովությունը պետք է թողնել մի կողմ եւ դիմել միավորման կոչով բոլորին։ ՀԱԿ, Նիկոլ Փաշինյանի կուսակցություն, Ազատ դեմոկրատներ, Արամ Սարգսյան եւ այլն, բոլորին։ Հնարավոր չի այդպես միավորվել։ Ինչու՞, ինչն է խանգարում։ Բոլոր վիրավորվածները միավորվեն, բոլոր լքվածները միավորվեն, բոլոր հեռացվածները միավորվեն, դա այդպես չէ։ Պետք է կոնկրետ մի քանի խնդիրներ կան։ Հայաստանի ինքնիշխանությունը, տնտեսության կառավարման ձևը, քաղաքական համակարգի, այսինքն սահմանադրության շրջանակներում կառավարման համակարգը բարեփոխողների կամ պահպանողականների դրանց պետք է հասցեագրել։ Մենք ոնց կարող ենք միավորվել, մարդիկ ուզում են մաքսային միություն գնան, մեկ ուրիշ ուզում է Եվրոմիություն գնան, հիմա շուտով Իրանը թափ է հավաքում, շուտով մենք արդեն կունենանք նաև մի ուրիշ ավագ եղբայր։ Այսինքն ձեր համար հասկանալի է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ դա արդյունավետ չէ, դաշինքներն ու միավորումները, նախորդ փորձը դա է հուշում։ Նախորդ փորձը նույնպես կատարվել է այսպես, բոլոր լքվածներ միավորվեք, այդպես չի կարելի, բոլոր բարեփոխիչներ միավորվեք, բոլոր պահպանողականները թող միավորվեն, պահպանողական ես նկատի ունեմ կոնսերվատորները այսօրվա, այդպեսի պետք է լինի, այսինքն միավորվեք։ Այսինքն ձեր համար հասկանալի չէ այսօր հանրապետականի եւ դաշնակցականի միավորումը լիբերալների եւ սոցիալիստների, բայց ասում են այս քայլով իշխանությունը հաղթում է ընդդիմությանը միավորվելով, ճանապարհ չթողնելով։ Այդ քայլերով դրա համար Հայաստանի Հանրապետությունը չի զարգանում։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական լճացում է, տնտեսական կատաստրոֆա է։ Հայաստանի Հանրապետությունը զարգացում չի ապրում, որովհետև հենց այդ ձևով են, այդ նպատակով են միավորվում, պաշտոններ գրավելու համար։ Եթե տարբեր խնդիրներ ունեցող, տարբեր շահեր ունեցող կազմակերպությունները միավորվում են նույն կառավարության մեջ, ոնց կարելի է պատկերացնել։ Ասում են իշխանությունը նաև գնում է ռեֆորմների, բարեփոխումների, այս նշանակումները երկու նախարար առնվազն 3-ից ում մասին որ խոսում է, մենք իրենց աշխատանքը տեսել ենք, այս նախարարները տեղափոխվում են, այսպես ասած, ռեֆորմատորների, բարեփոխիչների շրջանակում։ Արատավոր ձև է, երբ որ չի գնահատվում լավ կամ վատ աշխատողին, այսինքն պետք է նախարարը, որը հեռացվում է իր պաշտոնից, պետք է հեռացվեր վատ աշխատելու համար, կամ եթե լավ է աշխատել, ուրեմն բարձրացում ստանալու պատճառով նա լքում է իր պաշտոնը, այսինքն ազատվում է իր պաշտոնից, որովհետև ավելի բարձր պաշտոն է։ Իսկ եթե վատ է աշխատել, նրան հարկավոր է հեռացնել եւ պատժել վատ աշխատելու համար։ Հիմա քվոտաներով, ես չգիտեմ ինչ ձևով են որոշում, որ այս պաշտոնը տվեք մեզ։ Դա ինչ է, դա մեր կալվածքն է։ Ինչու գնաց զիջման իշխանությունը, որովհետև վախ ուներ իշխանությունը։ Կալվածք է դա։ Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ մեկի կալվածքը չէ, որ այս նախարարությունը տվեք մեր գյուղացուն, այն նախարարությունը։ Իշխանությունը ինչու գնաց այդ զիջման, որովհետև վախ ուներ իշխանությունը կորցնելու, ինչ խնդիր է, այսինքն վախենում էր հետագայում դաշնակցությունը որ կգնա այլ միավորումների։ Ես կարծում եմ, որ ենթադրում եմ, որ առաջինը դաշնակցությանը ոչնչացնելու ծրագիր է, դաշնակցությունը որպես կուսակցություն շատ ծանր հատված ստացավ դրանով, որովհետև հասարակական ընկալումը այնպիսին էր, որ պաշտոններ վերցրեցին կերակրատաշտակին մոտ լինելու համար։ Մի տարի հետո սկսվում են ընտրությունները, դա շատ ծանր հարված է դաշնակցությանը, դա էլ նպատակ է գուցե, հեռացնում են մրցակից կուսակցությանը ասպարեզից։ Մյուսը, կարծում եմ, որ հասարակությանը ազդանշան է, որ լավ չի լինելու, դուք իշխանություն չեք ձևավորելու, մենք ենք ձևավորելու իշխանություն, այ հավաքվելու ենք,
շահադիտական նկատառումներով, չգիտեմ ում կողմից նշանակված հովանավորված ուժերով ձևավորելու ենք կառավարություն։ Մեր շահերը, իսկական շահերը համընկնում են, իսկ հրապարակված շահերը, որը ձեր համար է, որովհետեւ դուք լսեք, կարդաք, դրա վրա ուշադրություն մի դարձրեք։